Ողջույն արգել հետևորդներ, այսօր կներկայացնեմ ձեր ուշադրությանը, թե ինչպես կարելի է պահածոյացնել, այսինքն պահել խաղողի տերևը, խաղողի թուփը ձմռան համար երկու նոր տարբերակով իմ կողմից։ Նախ ասեմ, որ իմ ալիքում ես արդեն ունեմ երկու տեսանյութ կապված խաղողի տերևի պահածոյացման հետ եւ եւս մեկ անգամ կկրկնեմ, շուկայից գնում ենք թարմ, ոչ շատ կոշտ, ոչ շատ մեծ, ոչ շատ փոքր խաղողի տերևները, ցանկալի է քիշմիշ տեսակի խաղողի տերևը գնեք, թողնում ենք սեղանին այսպես մեկ օրվա չափով, որից հետո կարող ենք արդեն անցնել գործողությունների, լավ բացում ենք բոլոր կապերը եւ հատ-հատ դասավորում սեղանին։ Մեզ այսօր անհրաժեշտ է լինելու լվացված եւ միջև վերջ չորացված տարա, ինձ մոտ ինչպես նկատում եք 1 լիտրանոց է, կարծում եմ բավական է, ավել անհրաժեշտ չէ։ Նաև այսպիսի 1 լիտրանոց շիշ է անհրաժեշտ լինելու մեզ այսօրվա պահածոյացման այսպես կոչված համար։ Երկու տեսակ եմ ներկայացնելու, մեկը տարայով, մյուսը շշով։ Այսպես սկսում ենք առաջին տարբերակից, վերցնում ենք 7-8 հատ տերև, ցանկալի է որ լինի միատիպ, այսպես ծալում ենք, կտրում ենք պոչերը եւ ծալում ենք այնպես, ինչպես մեզ ձեռնտու է, մեզ հարմար է, այստեղ որևէ պարտականություն չկա, ծալեք այնպես ինչպես կցանկանաք, ես ծալում եմ քառակուսի եւ տեղադրում հատակին, տարայի հատակին, ամբողջությամբ կրկնում եմ պետք է տարան լինի չոր, դա շատ կարեւոր է։ Եվս մեկ կապ եմ վերցնում, նորից ծալում ենք այսպես երկու մասի, ամբողջությամբ այնպես ենք անում, որ պոչերը դուրս մնան, որից հետո կտրում ենք նորից պոչերը, որից հետո նորից ծալում ենք այսպես քառակուսի, ասեմ, որ չենք լվանում թփերը որևէ դեպքում եւ նորից տեղադրում տարայի մեջ, որից հետո շատ զգուշ կերպով այսպես սեղմելով այնպես ենք անում, որ ամբողջությամբ ճզմվի այսպես խաղողի թուփը, սակայն որևէ դեպքում չվնասվի։ Տեսեք հարգելի ընկերներ, այսպիսի տարա ենք ստացել, այն գրեթե լիքն է, սակայն ինչպես նկատում եք դեռ տեղ կա վերևի հատվածում, ուստի եւս 1-2 կապ նույն ձևով, նույն քառակուսի կերպով ես կծալեմ, կտեղադրեմ, այնպես որ ամբողջությամբ տարան պատված լինի, որքան հնարավոր է ազատ տեղեր չմնան, դա ցանկալի չէ։ Դե ինչ ամբողջությամբ տարան լցված է, ինչպես նկատում եք, վերցնում ենք հիմա կափարիչը, դնում ենք վրայից եւ փակում։ Լավ լվանում ենք եւ կափարիչը եւ տարաները եւ կրկնում եմ եւս մեկ անգամ շատ լավ չորացնում։ Տարան փակելու այս հրաշալի մեքենան ինչպես միշտ լավ իր գործողությունը կատարեց, տեսեք ինչ լավ է փակվել եւ թերևս պատրաստ է մեզ մոտ առաջին պահածոն եւ կատարում ենք հետեւյալ գործողությունը։ Հաջորդ օրը մենք մի կողմից շատ զգուշ կերպով բացում ենք կափարիչը, այնպես որ օդերը դուրս գան, որից հետո եւս նույն տեղից, որտեղից որ փակել ենք, մեկ անգամ նույն մեքենայով անցնում ենք, որպեսզի տարան ամբողջությամբ փակվի, այսինքն դա շատ կարևոր է եւ պահածոյացնելու այս տեսակը իհարկե ես տեսել եմ համացանցում, փորձել եմ եւ 100% եմ ձեզ ասում, որ այն փորձված է, դուք էլ փորձեք։ Իսկ մենք անցնենք հաջորդ տարբերակին, ինչպես նշեցի, շշով տարբերակն է, այն պետք է լինի ամբողջությամբ չոր ներսի հատվածից։ Այս տարբերակի համար վերցնում ենք ոչ թե 7 կամ 8, այլ 2 կամ 3 խաղողի թուփ, նորից կտրում ենք պոչերը եւ ծալում ենք գլանաձև։ Այնպես ենք անում, որ ծալված թուփը տեղավորվի շշի մեջ, այսպես ծալում ենք եւ տեղադրում շշի մեջ։ Կարծում եմ որևէ բարդ բան չկա, դուք բոլորդ գիտեք այս տարբերակը եւ պարզապես իմ ալիքում չկար, ուստի որոշեցի ամբողջ տեսականին համալրելու համար ցուցադրել այս տարբերակը եւս հարգելի հետևորդներ, կարծում եմ շատերին դուր կգա։ Այս մեկն էլ կծալենք մի փոքր ուրիշ կերպով, որևէ նշանակություն չունի թե ինչպես ենք ծալում։
Այսպես տեղադրում ենք, որից հետո վերցնում ենք կամ մատիտ կամ որևէ հարմար սարք եւ շատ զգուշորեն սեղմում ենք այսպես թփերը, որպեսզի ազատ տեղերը լցվեն, որքան հնարավոր է ազատ տեղ չմնա շշի մեջ, դա նույնպես ցանկալի չէ։ Սակայն այս գործողությունը անում ենք շատ զգուշ, որպեսզի խաղողի թուփը չվնասենք, քանի որ դա նույնպես պակաս կարևորություն չի կրում։ Արդյունքում մենք ունենք այսպիսի գեղեցիկ տեսք, չենք մոռանում, որ պարբերաբար պետք է այսպես սեղմենք, ազատ տեղերը լրացնենք, բայց հետո փակում ենք կափարիչով, հարգելի ընկերներ, եւ 2 օր կամ 3 օր իրար հետևից, օրը 1 կամ 2 անգամ բացում ենք կափարիչը, որպեսզի ավելորդ օդերը դուրս գան եւ ամեն բան լինի շատ լավ։ Որից հետո կարող ենք եւ տարան եւ շիշը տեղափոխել արդեն համապատասխան վայր թուփը ձմռանը օգտագործելու համար։ Դե ինչ հարգելի հետևորդներ, ներկայացրեցի 2 նոր տարբերակի մալիքում, թե ինչպես կարելի է պահել խաղողի տերևները ձմռան համար, ձմռանը օգտագործելու համար։ Այս տարբերակով չենք մոռանում հաջորդ օրը թեթևակի բացել, որպեսզի օդերը դուրս գան եւ նորից փակել։ Նույն ձևով, նույն բացված տեղից։ Այս տարբերակով էլ բացում ենք կափարիչը 1-2 օր եւ նորից փակում։ Այսօրվա համար այսքանը, միշտ նոր հանդիպում, շուտով կհանդիպենք։